Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանում Գերմանիայի դեսպան պարոն Ֆիշերը պետք է դադարի միջամտել քաղաքական գործընթացներին եւ զբաղվի իր գործերով։ Նա երկակի ստանդարտների լավագույն օրինակն է, ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, արձագանքելով Դիվանագետի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին։ Ֆիշերը քննադատել էր Վրաստանի կառավարությանը եւ վերջին օրենսդրական փոփոխությունները։ Կարող եք ասել, թե Եվրամիության օրենսդրությունը անհեթեթություն է։ Դուք պարտավոր չեք միանալ։ Դուք կարող եք ունենալ ձեր օրենքները օտարերկրյա գործակալների եւ թափանցիկության դրամաշնորհների մասին, բայց չեք կարող միանալ Եվրամիության այդ օրենքներով։ Նույնը վերաբերում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ ձեռնարկված քայլերին։ Լիբերալ ժողովրդավարությունում կառավարությունը չի կարող ընտրել, թե ինչ ընդդիմություն է ցանկանում։ Մարդիկ ազատություն ունեն արտահայտելու իրենց քաղաքական հայացքները, նույնիսկ եթե կառավարությանը դրանք հաճելի չեն։ Կալաձեն նշել է, թե չի կողմնորոշվում Ֆիշերին դեսպան անվանի թե ոչ։ Թբիլիսիի քաղաքապետն անդրադարձել է նաև Վրաստանի կառավարության քննադատությանը Եվրոպական խորհրդարանի կողմից։ Մենք չպետք է ուշադրություն դարձնենք այն հայտարարություններին, որոնք հաճախ գալիս են եվրոպական բյուրոկրատիայից եւ լի են ստերով։ Նրանք ունեն իրենց սեփական շահերը Վրաստանի հետ կապված։ Մենք չպետք է ուշադրություն դարձնենք այս ամենին։ Մենք պետք է գործենք ըստ անհրաժեշտության, մեր երկրի ապագայի, երկրի անվտանգության, խաղաղության եւ տնտեսական զարգացման համար։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալով 2025 թվականի հոկտեմբերին Վրաստանի տնտեսությունն աճել է 6%-ով, իսկ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին միջին տնտեսական աճը կազմել է 7.6%։ Նախարարության տվյալով 2025 թվականի հոկտեմբերին ավելացված արժեքի հարկ վճարող ձեռնարկությունների շրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ աճել է 7%-ով, իսկ նոր գրանցված ձեռնարկությունների թիվը կազմել է 6075։ 2025 թվականի հոկտեմբերին տնտեսական աճ է գրանցվել տեղեկատվության եւ կապի, տրանսպորտի եւ պահեստավորման, առողջապահության, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, արտադրության եւ այլ ոլորտների շնորհիվ։ Հունվար-հոկտեմբեր ամիսների բարձր տնտեսական աճը պայմանավորված է արտաքին առևտրի դրամական միտումներով։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 6.8%-ով եւ կազմել է 5.8 միլիարդ դոլար։ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացված եկամուտը աճել է 5.1%-ով եւ հասել ռեկորդային ծավալի 3.6 միլիարդ դոլարի։ Վարկանիշային Fitch ընկերության կողմից 2025 թվականի նոյեմբերին վարկանիշի հեռանկարի բարելավումն ընդգծում է Վրաստանի տնտեսության դիմադրողականությունն արտաքին ցնցումների նկատմամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն տարածաշրջանի եւ Եվրոպայի երկրների շարքում Վրաստանը կունենա ամենաբարձր տնտեսական աճը 2025-ից 2030 թվականներին եւ կգրանցի միջինը 5.4% աճ, ասված է էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։ Հռոմի Լևոն 14-րդ Պապն իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում ժամանել է Թուրքիա։ Անկարայում Աթաթուրքի դամբարան այցելելուց հետո նրան ընդունել է Թուրքիայի նախագահը, այնուհետև նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել։ Էրդողանը հույս է հայտնել, որ Լևոն 14-րդի առաջին արտասահմանյան այցը օգուտ կբերի մարդկությանը, լարվածության եւ անորոշության ժամանակաշրջանում։ Մենք միշտ գնահատել ենք մեր հարգարժան հյուրի եւ նրա նախորդի իմաստուն դիրքորոշումը, հատկապես պաղեստինյան հարցի վերաբերյալ։ Հռոմի Պապի խաղաղության եւ դիվանագիտության կոչերը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նույնպես շատ իմաստալից են։ Հռոմի Պապն իր հերթին զգուշացրել է մարդկությանը սպառնացող հակամարտությունների մասին։ Թե Թուրքիայում, թե Լիբանանում ես ցանկանում եմ հայտարարել, թե որքան կարևոր է խաղաղությունը ամբողջ աշխարհում։ Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց միավորվել ավելի մեծ ներդաշնակության որոնման համար։ Բոլոր տղամարդիկ եւ կանայք, եղբայրներ եւ քույրեր կարող են լինել, չնայած տարբեր կրոններին եւ համոզմունքներին։ Հռոմի Պապը Թուրքիային հորդորել է ազգերի միջև միջնորդի դեր ստանձնել։ Նրա խոսքով Թուրքիան հատուկ կամուրջի դեր է խաղացել Արևելքի եւ Արևմուտքի, Ասիայի եւ Եվրոպայի միջև։ Այն նաեւ զգացմունքների խաչմերուկ է, որը հարստացել է իր ներքին բազմազանության շնորհիվ։ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրավերով Անկարայում է նաեւ պոլսոհայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկա քաղաքը, Հռոմի Պապը կմասնակցի Նիկայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը։ Այցի ընթացքում Հռոմի Պապը կմեկնի նաեւ Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի պոլսոհայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի հետ եւ կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։ Հռոմի Պապը նաեւ կայցելի Ստամբուլի Կապույտ մզկիթ։ Նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ Պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի կրոնական առաջնորդների հետ։ Այնուհետև պատարակ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում, աղոթելով ավելի քան 200 զոհերի համար։
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները դինամիկ են եւ դրական քաղաքական երկխոսությունը արդյունավետ է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Կան մի շարք խոշոր նախագծեր, որոնք հիմք են դնում մեր տնտեսական գործընկերության համար, առաջիկա տարիների եւ տասնամյակների կտրվածքով։ Իհարկե կան որոշակի անհամապատասխանություններ, այդ թվում լուրջ միջազգային խնդիրների ընկալման հարցում։ Դա նորմալ է։ Այդուհանդերձ Ռյաբկովը վստահեցրել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի կառավարությունները տնտեսական ոլորտի ներկայացուցիչները լավ հարաբերություններ ունեն։ Ռյաբկովի խոսքով երկկողմ հարաբերությունների ներուժը դեռ լիարժեքորեն իրացված չէ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին Իրանի, տարածաշրջանի եւ աշխարհի արդիական հարցերի վերաբերյալ ուղերձ է հղել։ Նրա խոսքով Իրանի ժողովուրդը հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմում հաղթել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, պահպանելով իր միասնությունը։ Ըստ նրա, Իրանի հակառակորդները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին։ Նա նաեւ դատապարտել է իսրայելական հարձակումները Լիբանանի, Սիրիայի վրա, ինչպես նաեւ Արևմտյան ափում ու Գազայում նրա հանցագործությունները, նշելով, որ բոլորը կատարվում են Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Խամենեին մեղադրել է Միացյալ Նահանգներին նաև Ուկրաինայում հակամարտությունը սկսելու համար։ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը հայտարարում էր, թե կլուծի Ուկրաինայի հակամարտությունը 3 օրում, նշել է նա, հավելելով, որ գրեթե 1 տարի է անցել եւ Վաշինգտոնը 28 կետից բաղկացած ծրագիր է առաջարկում այն երկրին, որին ինքն է ներքաշել հակամարտության մեջ։ Ռուսաստանի եւ Իրանի խորհրդարանների падգամավորները քննարկում են, թե օրենսդրական մակարդակով ինչ միջոցներ կարող են ձեռնարկել, որպեսզի հեշտացնեն Ռուսաստանից բեռների տարանցումն Իսլամական Հանրապետության տարածքով դեպի հյուսիսարևելյան Ասիայի երկրներ։ Այս մասին հայտնել է Պետդումայի տրանսպորտի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի անդամ Ռինատ Այուպովը։ Հյուսիս-հարավ միջազգային փոխադրամիջանցքի զարգացումը ենթադրում է, որ հարավ եւ հարավ-արևելք ուղարկվող բեռների զգալի մասը կտարանցվի Իրանի տարածքով։ Ադրբեջանի նախագահի օգնական եւ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Հաջիևը տեղեկացրել է X-ի իր էջում։ Ուրախ է Եվրոպական միության իմ գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի եւ Եվրամիության միջև հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական դինամիկան։ Հիկմեթ Հաջիևը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարցերի լայն շրջանակի շուրջ եւ քննարկել են Ադրբեջանի ու Եվրամիության միջև գործընկերության հետագա ամրապնդման հեռանկարները։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ հայտնել է, որ Բրյուսելում հանդիպել է Եվրամիության քաղաքական եւ անվտանգության կոմիտեի անդամների հետ։ Այսօր Բրյուսելում մենք բովանդակալից քննարկումներ ենք ունեցել Եվրոպական միության քաղաքական եւ անվտանգության կոմիտեի անդամների հետ Ադրբեջանի եւ Եվրամիության միջև համագործակցության խորացման վերաբերյալ։ Շնորհակալ եմ կոմիտեի նախագահ դեսպան Դելֆին Բրոնկին։ Հաջիևը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգը, նաև խաղաղության տնտեսական օգուտները, թրիփի զարգացումը եւ վստահության ամրապնդման միջոցառումները։ ԵԱՏՄ-ն ձգտում է ամրապնդել գործակցությունն Ադրբեջանի հետ, հայտարարել է Ադրբեջանում Բելարուսի դեսպան Դմիտրի Պինևիչը։ ԵԱՏՄ-ն ձգտում է ամրապնդել գործակցությունը այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսին Ադրբեջանն է, եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, թուրքական պետությունների կազմակերպությունը եւ այլ տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպություններ։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխեիլ Եվդոկիմովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի գործակցությունը ԵԱՏՄ-ի հետ կարող է նպաստել երկրում օտարերկրյա ներդրումների աճին։ Եվդոկիմովը վստահեցրել է, որ իրենք շատ դրական երկխոսություն ունեն Ադրբեջանի հետ։ Նա հավելել է, որ միության երկրների հետ Ադրբեջանի առևտրաշրջանառությունն աճել է։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։